Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ 2 օր առաջ քաղաքաշինության կոմիտեի նախագահն ա եկել եւ հարցազեկություն։ Իմիջիայլոց այս բանից հետո հիշեք, որ հրապարակ ենք։ Եվ 2000 չեմ հիշում, որ 5, 6, գուցե 10-15 կամ որևէ թվականին Հայաստանում տարա բնակեցման ծրագիրը հաստատելու process-ը տեղի ունեցել եւ կցված են փաստաթղթերը, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության փաստաթղթերը, որտեղ Հայաստանից արևելք հատվածները, Հայաստանի սահմանագծված է, այնպես ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախասահմանագրված համաձայնագրում, իսկ դրանից արևելք մեծ տառերով գրած Ադրբեջան։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթուղթն է։ Այս այդքան ակնհայտ բանը։ Մեր խնդիրն ինչ է, որ մենք ըստ էության Հայաստանի Հանրապետության ժողովրդից եւ Ղարաբաղի ժողովրդից էլ թաքցվել է իրողությունը։ Ինչի է թաքցվել իրողությունը։ Ինչի է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերը ամբողջությամբ հրապարակված են։ Էլ չկա այդ վայ հրապարակեք փաստաթղթերը։ Հրապարակված են փաստաթղթերը, բա ուր են այդ փաստաթղթերի, ինչու աղմուկ չկա այդ փաստաթղթերի մասին։ Չկա, որովհետև ամեն ինչ հրապարակված է։ Ամեն ինչ հրապարակված է եւ ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ։ Բայց այդ ճշմարտությունը դեռ ունի զարգանալու տեղ, որ այդ պատմությունը ընդամենը եղել է հետեւյալը. Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը։ Եվ այդ process-ը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել, հասկանալով, որ իրենց քարտը մարված է, հիմա էլ ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել։